Ողջույն Գյումրի, մենք բոլորս էլ գիտենք, որ Գյումրիում ճակատագրական և բախտորոշ ընտրություններ են տեղի ունենալու։ Մենք դատապարտված ենք այս իրավիճակը փոխելու, որովհետև հակառակ պարագայում ինչպես արցախցիները այստեղ փաստեցին ու կփաստեն, մենք ամբողջ Հայաստանը, Գյումրին, Երևանը կդնենք մի վիճակի մեջ, որի մեջ հայտնվեց Արցախը։ Արցախցիների աջակցությունը շատ պարտավորեցնող ու խորհրդանշական է։ Իրենք կենդանի վկան են այն բանի, որ քաղաքացիական պայմանագիրը Նիկոլ Փաշինյանով հանդերձ պետք է մերժվի ու մերժվի հենց Գյումրիից սկսած։ Այս ընտրություններին մասնակցում ենք, միացիր, որ փոխենք կարգախոսով։ Այստեղ երկու բաղադրիչ կա։ Գյումրեցուց ենք ակնկալում միանալ, ինքներս մեր վրա վերցնելով փոխելու պարտականությունը։ Հետևաբար այս կարգախոսը իմաստ ունեցող տրամաբանական և քաղաքական կարգախոս է, որը ամբողջ քարոզարշավի ընթացքում պետք է հնչի մեր թիմակիցների շուրթերից։ Հետևաբար այսօր, քանի որ առաջին մեծ հավաքն է և շարունակելու ենք, փորձարկում է հենց այստեղ, միացիր, 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 Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստան, համար 4, միացիր, միացիր, Հարգելի գյումրեցիներ, մասնակցում է այս ընտրություններին 9 քաղաքական միավոր։ Մենք, անձամբ ես, ինչ չափով որ մասնակցեմ քարոզարշավին, նախապես տեղեկացնում եմ, մենք որևէ այլ թեկնածուի, ես անձամբ, նույնիսկ ՔՊ-ի տեղի թեկնածուին չեմ անդրադառնալու։ Իմ թիրախը քաղաքացիական պայմանագիրն է և դրա պարագլուխ Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ, եթե ռիսկ ունես, գլուխդ բնից հանիր, արի Գյումրի, արի ներկայացի գյումրեցիներին։ Հայաստանի թիվ 1 թալանչին եկել էր այստեղ թալանից էր խոսում, հատիկ առ հատիկից էր խոսում։ Ժողովուրդ ջան, մեկը կար Նիկոլ անունով, ասում էր Range Rover առ Range Rover կբերեմ։ Այդ մարդը փոքր ժամանակ հեծանից չի քշե ու կոմպլեքսները մինչև հիմա մնացել են։ Հիմա, քանի որ հասկանանք, թե ինչ թալանչու հետ գործ ունենք, ես ստիպված եմ դիմել Շպարգալկայի օգնությանը, առանց դրա հնարավոր չի, ժողովուրդ ջան։ Ուրեմն տեսեք, Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից, արցախցիներից, գյումրեցիներից, երևանցիներից թալանել է 9 քաղաք, մայրաքաղաք Ստեփանակերտով, 243 գյուղ, ներառյալ Հայաստանի գյուղերի հատվածները, 70 գործարան, ձեռնարկություն, ֆաբրիկա, մոտ 400 եկեղեցի և այդքան էլ հին գերեզմանատներ, 25 թանգարան, 100-ի հասնող հիդրոէլեկտրոկայաններ, հանքեր, ջրամբարներ, ավելի քան 5000 հուշարձան, 240 դպրոց, 4 բարձրագույն կրթական հաստատություն, 7 քոլեջ կամ ուսումնարան, 12 հիվանդանոց,
5 մարզադաշտ, 11 մարզադպրոց, 240 քառակուսի կիլոմետրից ավելի Հայաստանի օկուպացված տարածք Սյունիքի մարզից, Վայոց ձորից, Գեղարքունիքից ու Տավուշից ու այս Թալանչին խոսում է Թալանից, ամոթ քաղաքացիական պայմանագրին, ամոթ Նիկոլ Փաշինյանին։ Ժողովուրդ ջան, սրանց Թալանը ես դեռ չեմ հաշվում, բյուջեից ինչքան միջոցներ են տալեր, անիվ հիմնադրամով ինչքան միջոցներ են գրպանել, տենդերները, ասֆալտամոլները, էդ իրենց ծոպ ու շվայտ կյանքը, Նիկոլի կնոջ շռայլ ծախսերը, այն հիմնադրամները, որի վրա պատերազմի օրոք հսկայական գումարներ եկան ու անհետացան, քաղաքացիական պայմանագրի իբր դրամահավաքները, Նիկոլ Փաշինյանի թանկարժեք ծախսերը պետական պահպանության, դա որ Գյումրի էր եկել, այդ ինչքան բյուջեից ծախս էին արել, ես հիմա նորից եմ ասում, եթե ռիսկ ունես, առանց այդ զորախմբի, արի գյումրեցիների առաջ կանգնի ու եթե երես ունես, ներկայացի այս ընտրաշավին և մենք քեզ միասին կմերժենք, այդպես է։ Հարգելի գյումրեցիներ, ամենահամեստ հաշվարկներով, հիմա այս հատիկ առ հատիկը, որ բացենք, իհարկե դաժան բան կա այդ հաշվարկի մեջ, բայց 100 միլիարդ դոլարի կորուստ ենք ունեցել Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում, երբ կորցրել ենք մեր պատմական ու հայրենական Արցախը։ Եթե 100 միլիարդ ամենը միջին գնով բաժանենք, իրասիրած 500,000 Range Rover-ի գինա կազմում։ Դե հիմա հատիկ առ հատիկը ցույց տուր տեսնենք որտեղ է։ Այ անամոթ, այ հայրենադամ, այ դավաճան։ Մենք բոլորս միասին պետք է մերժենք այս ընտրություններին քաղաքացիական պայմանագրին եւ ձևավորենք Գյումրիում նոր իշխանություն, որը մեր կարծիքով, մեր համոզմամբ եւ օբյեկտիվորեն պետք է ներկայանա Գյումրիում իդեմս Կարեն Սիմոնյան քաղաքապետի։ Այո։ Մենք մյուս տեխնացուներին չենք փնովում, բայց նրանք ովքեր ձայն են տալու քաղաքացիական պայմանագրի տեխնացուին, չմտածելով, չիմանալով կամ ինչ-ինչ հաշվարկներից ելնելով, որ սա քաղաքացիական պայմանագրին չենք ձայն տալիս, իրենք պետք է իմանան, որ եթե ձայնը տվեցին անկախ մոտիվացիայից, եթե ձայնը տվեցին քաղաքացիական պայմանագրին, ուրեմն բացում են դարպասները Սյունիքը հանձնելու դիմաց։ 21 թվականին քաղաքացիական պայմանագիրը վերարտադրվեց, 23 թվականին կորցրեցինք Արցախը, կորցրեցինք Հայաստանի տարածքները։ Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում Գյումրին է։ Այս ամենին Կարեն Սիմոնյանն էլ իր ուղերձում նախընտրական նշել էր, հետևում են եւ մեր բարեկամները, եւ մեր թշնամիները, եւ աշխարհի հզորագույն կենտրոնները ուզում են հասկանալ հայ ժողովրդի օրգանիզմը դեռ ունի առողջ բջիջներ, թե ոչ, ու ճակատագրի բերումով այդ հարցի պատասխանը ընկած է գյումրեցիների վրա։ Գյումրիում իշխանափոխությունը մեզ շանս է տալու, որպեսզի հարգեն մեզ, մեր հետ հաշվի նստեն, որպեսզի վերականգնենք մեր հարաբերությունները մեր դաշնակիցների հետ, բարեկամների հետ։ Դրա համար ենք մենք ասում գյումրեցուն, գյումրեցիներ ջան, խնդրում, պահանջում, կոչ ենք անում, տեր կանգնեք ձեր քաղաքին, տեր կանգնեք մեր երկրին, ձեր քվեարկությամբ ցույց տվեք, որ իրոք
Հայաստանի աղն ու բիբարը էստեղ է։ Դրա համար էլ ասում ենք, գյումրեցի, միացիր, 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 Մայր Հայաստանը հանձնառու է ձեր քվեն ստանալու պարագայում կյանքի կոչել այն ծրագրերը, որոնք ներկայացրել է Կարեն Սիմոնյանի գլխավորած թիմը։ Այս թիմը որևէ բիծ չունի, կայացած մարդիկ են, անցած հետագծով, գործարարներ, ուսուցիչներ, տնտեսագետներ, դասախոսներ, հարգված մարդիկ, եւ մենք որևէ մեկս չենք կամաչել մեր անունից հանդես գալ, որպես Մայր Հայաստան, եւ մեր թիմին ներկայացնել այստեղ։ Մենք դրանով տարբերվում ենք մյուսներից։ Եվ այս առումով մենք կարևորում ենք բոլորիս մասնակցությունը ընտրություններին եւ քվեարկությունը Մայր Հայաստանի օգտին, որովհետեւ մենք ընթացիկ, հերանեկարային եւ համապետական ծրագիր ունենք եւ կողմ ենք փոփոխություններին։ Հետեւաբար Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստան, համար 4, Հարգելի գյումրեցիներ, բոլորս միասնական ջանքերով մարտի 30-ին մտնում ենք քաղաքական մարտի մեջ եւ փոխում ենք քաղաքական իրավիճակը եւ Գյումրիում եւ ամբողջ Հայաստանում։ Ես հավատում եմ գյումրեցիների վճռականությանը, թասիբին, արժանապատվությանը եւ համոզված եմ, որ փոփոխությունները իրենց սպասեցնել չեն տալու։ Բոլորիս բարի երթ, հաղթանակ եւ վճռականություն Կարեն Սիմոնյանի գլխավորությամբ Գյումրիից սկսելու փոփոխությունները եւ հասնելու ամբողջ Հայաստան։